եկեղեցի, օրհնյալ Կիրակի բոլորիս, օրհնյալ լինի Տիրոջ անունը, որի շուրջ այսօր մենք հավաքվել ենք ևս մեկ օր նրան մեծարելու։ Ուզում ենք այսօրվա ծառայությունը սկսել Սաղմոս 103-ի խոսքերով։ Ուզում եմ միասին Տիրոջը օրհնենք այս խոսքերով։ Օրհնիր Տիրոջը, ով իմ անձը, և բոլոր իմ ներսը նրա սուրբ անունը։ Օրհնիր Տիրոջը, ով իմ անձը, և մի մոռանա նրա բոլոր բարիքները, որ ներում է քո բոլոր մեղքերը, բժշկում է քո ամեն ցավերը, որ փրկում է քո կյանքն ապականությունից, որ մսակում է քեզ շնորհքով և ողորմությունով, որ կշտացնում է քո սիրտը բարությունով և քո մանկությունը նորոգվում է արծվի պես։ Տիրոջ ողորմությունը Հավիտենից մինչև Հավիտյանս իրենից վախեցողների վրա է, և նրա արդարությունը որդկանց որդիների վրա։ Օրհնեցեք Տիրոջը, ով նրա հրեշտակներ, հզոր զորությունով, որ կատարում եք նրա խոսքը, նրա խոսքի ձայնը լսելով։ Օրհնեցեք Տիրոջը, ով նրա բոլոր զորքեր, նրա պաշտոնյաներ, որ կատարում եք նրա կամքը։ Օրհնեցեք Տիրոջը, ով նրա բոլոր արարածներ, նրա տերության ամեն տեղերում։ Օրհնիր Տիրոջը, ով իմ անձը, օրհնյալ լինես դու Տեր Աստված։ Այսօր եկել ենք, որ օրհնենք քո մեծ անունը։ Սիրում ենք քեզ, Տեր, սիրում ենք երգել քեզ փառք։ Քո մեծարված լինի քո բաշարի ու փառահեղ անունը։ Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Այսօր օրհնենք Տիրոջը։
մեծ ես, գեղեցկություն և փառք հագած ես, լույս ես հագնում ինչպես հանդերձ, երկինքը տարածում ես ինչպես վարագույր, Տեր ինչ մեծ ես դու, ինչ օրհնյալ է քո սուրբ անունը, շնորհակալ ենք քո ներկայության համար, օրհնում ենք քո մեծահար անունը Տեր այս վայրում, շնորհակալ ենք քո ներկայության համար, Որքան ուզում եմ մոտենալ քեզ իմ
Nessuno è
Շնորհակալություն քեզ, Տեր Հիսուս։ Մենք իրոք շատ ուրախ պիտի լինենք, որ ամեն կիրակի Աստված մեզ արժանացնում է իր տան մեջ գտնվելու։ Ամեն, ամեն։ Մի փոքր խոսք մեր բաժինները Տիրոջ տալու առաջ ուզում եմ վերցնել ձեզ հետ։ Խոսքը վերցրել եմ Մատթեոս 19-րդ գլխից եւ 16-րդ համարից եւ շատերիս քաջ հայտնի այս խոսքը։ Ուզում եմ կիսվել, որ տարվա սկզբից ես նպատակ էի դրել, որ Աստվածաշունչը կարդալը մինչև վերջ ավարտեմ, հենց հին կտակարանից մինչև նոր կտակարան եւ հասել էի մոտավորապես այս կողմերը եւ այս խոսքի վրա ուզեցա կիսվել ձեր հետ։ Հեչեղել է մանավանդ նոր կտակարանի մեջ, երբ որ գլուխներ են կարդում, հենց կարդում ենք առաջի, ասենք թե ինչի մասն է, օրինակ Հիսուսը օրհնում է մանուկներին, միանգամից մեր մտքի մեջ ինչ ա գալի։ Դե եսի գիտեմ եւ սենց արագ փորձում ենք անցնենք։ Բայց Աստված ինձ հուշեց, որ շատ անգամ անգլերեն բառ կա, չէ, read between the lines։ Գիտի Աստվածաշունչը շատ ուշադիր կարդանք։ Եվ այս հատվածը որ կարդամ, կտեսնենք միգուցե շատերիս մոտ բացահայտում լինի, որտեղ իմ մոտ եղավ։ Հիմա հարուստ երիտասարդը Եվ ահա մեկը մոտենալով Հիսուսին ասաց. Բարի վարդապետ, ինչ բարի գործ կատարեմ, որ հավիտենական կյանք ունենամ։ Նա էլ ասեց նրան. ինչու ես ինձ բարի անվանում։ Մեկից բացի բարի չկա, որ Աստված է։ Հետաքրքիր է, որ Աստված իրեն համարում է, ինչու ես ինձ բարի համարում։ Այսինքն Աստված այդքան, Հիսուս այդքան կատարյալ լինելով, ասում է Աստված ամենակատարյալն է։ Եվ շարունակեմ մեկից բացի բարի չկա, որ Աստված է։ Իսկ եթե ուզում ես կյանք մտնել, պահիր պատվիրանները։ Նրան ասաց, որոնք Հիսուսն էլ ասաց. մի սպանիր, մի շնացիր, մի գողացիր, սուտ վկայություն մի տուր, պատվիր քո հորն ու մորը եւ դրանից սիրիր քո անձի պես։ Երիտասարդը նրան ասաց. այս բոլոր պատվիրանները պահել եմ վաղ հասակից։ Հիսուսը ասաց նրան. եթե կամենում ես կատարյալ լինել, գնա եւ վաճառի ունեցածդ եւ տուր աղքատներին եւ երկնքում գանձ կունենաս եւ արի իմ հետևից։ Երբ որ այս պատմությունը կարդում ենք, միանգամից երևի շատերիս մոտ ինձ հետ համաձայն կլինեք, այդ վերջի պահը ավելի տպավորիչ է։ Այսինքն երիտասարդին ասում է գնա վաճառի քո ունեցվածքը տուր աղքատներին, այսինքն բաժին բեր նաեւ Աստծուն եւ արի իմ ետևից։ Բայց շատ անգամ այնտեղ տարբեր բաներ է նշում նաեւ իրան։ Շատ անգամ ես իմ մեջ բացահայտել եմ, որ եթե ուզում ես կատարյալ կյանք ապրես, ոչ թե միայն Աստծուն քո բաժինը տալու մեջ, տարբեր բաների մեջ մենք ամենով պետք է քննենք մեզ, տեսնենք որտեղ ենք թուլացել։
Դրա համար Աստված ասում է վեկալ քո խաչը եւ արի ետևից։ Ամենով պետք է նայենք, միգուցե մենք այս սերիայի մեջ արդեն Աստված մեզ ուժեղացրել է եւ կարողանում ենք բաժին բերել, բայց միգուցե մեր կյանքում կետեր կա կամ տեղեր կա, որ պետք է իրոք քննենք մեր սիրտը։ Արդյոք մենք այս հարցի մեջ թուլացել ենք, դրա վրա աշխատենք։ Արդյոք մենք միգուցե ներելու մեջ կամ մեր ծնողներին հարգելու մեջ բաժին ունենք անելու։ Այնպես որ երբ որ կարդում ենք Աստվածաշունչը, պետք է ուշադիր դարձնենք, թե Աստված ինչ նկատի ունի այս համարի մեջ։ Սրանով ուզում եմ ասել, որ Աստված միշտ բարի է եւ վերջում ուզում եմ ավելացնել, ովքեր են անհամբեր սպասում Տիրոջ գալուն օրինակ։ Ես համ սպասում եմ, համ էլ չեմ սպասում, գիտեք ինչու։ Որտեղ միշտ զգում եմ, որ իմ մեջ բաներ կա դեռ պիտի փոխվեն։ Բաներ կա, որ Աստված աշխատում է յուրաքանչյուրիս հետ։ Դրա համար եկեք քննենք մեր սրտերը եւ տեսնենք մեր կյանքում ինչեր կա, որ պետք է փոխենք։ Եկեք տանք մեր նվերները Աստծուն։ Ամեն Տիրոջը փառք եւ շնորհակալություն իրականի օգնության եւ այս օրվա համար։ Փառք Տիրոջը։ Շատ բարի սիրելիներ, այսօրվա պատգամը շատ հետաքրքիր մի պատգամ է, սա կարծես բխում է այսօրվա կարիքից եւ յուրաքանչյուր քրիստոնյայի համար մեծ պարտավորություն է այս պատգամը ընդունել։ Գիտեք, մենք շատ բաներ կարող ենք լսել, շատ բաներ մեզ կարող են ասել, բայց լսելը ուրիշ բան է, կատարելը ուրիշ բան է։ Երբ որ մենք լսում ենք, տեղեկացված ենք լինում, բայց երբ որ կատարում ենք, մասնակից ենք լինում։ Այսօրվա պատգամը սիրելիներ վերնագրել եմ այսպես. ավելին պիտի տեսնես։ Ավելին պիտի տեսնես։ Կարծես խոստում կա, չէ՞ սրա մեջ։ Կարող ես ինչ-որ մեկին նայել եւ ասել, դու բելը բան չես տեսել, ավելին պիտի տեսնես։ Ինչ որ տեսել ես, շատից քիչն ես տեսել, ավելին պիտի տեսնես։ Ինչքան օրհնվել ես, քիչն ես օրհնվել, դեռ ավելին պիտի տեսնես։ Ինչքան որ բժշկվել ես, լրիվ չես բժշկվել, ավելին պիտի տեսնես։ Ամեն։ Թող Տերը մեզ օգնի, որ մենք այս հավատքի մեջ կարողանանք ավելի աճել եւ առաջ գնալ։ Այսօրվա պատգամը սիրելիներ, թերևս բխում է Տեր Հիսուս Քրիստոսի մեծ հանձնարարականից, որի մասին գրված է Մատթեոս ավետարանի մեջ 28-րդ գլուխ 19-20 համարները։ Ուրեմն գնացեք բոլոր ազգերը աշակերտեցեք, նրանց մկրտելով Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Նրանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատվիրեցի, պահեն, եւ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչեւ աշխարհի վերջը։ Ամեն։ Սա կարծես ամենամեծ հանձնարարականն է, որ Տեր Հիսուսը իր համբարձումից առաջ տվեց իր աշակերտներին։ Եվ բոլոր են 500-ին, բոլոր նրանց ովքեր հավաքված էին, որոնք ականատեսը եղան այս խոսքերի եւ ունկնդիրը եղան։ Եվ ինչ ասեց Տերը։ Ուրեմն գնացեք, մի սպասեք, որ գան։ Սա նշանակում է, որ դու չես կարող նստել, որ ով գա նրա մասին, նրան խոսես Հիսուսի մասին։ Դու պետք է գնաս, սա նպատակ է հետապնդում։ Եկեք մի փոքր նայենք մեր կյանքին, արդյոք մենք ավետարանչության հետ կարողանում ենք ճիշտ վերաբերել, այսինքն ունենք այդ սիրտը մարդկանց ավետարանելու։ Փորձել եք արդյոք մարդկանց խոսել Հիսուսի մասին։ Ես հասկանում եմ, այս երկրի մեջ, մանավանդ այս դարաշրջանում, այս ժամանակաշրջանում, շատ դժվար է, որ մեկին խոսես։ Եթե մեկին ուզում ես մի բան ասես, ասում է դու իմ ազատությունը սահմանափակում ես։ Կամ ուզում ես ինչ-որ բան ասես, իրան ասում է դու ինձանից հարցրեցի, որ ասում ես, հազար մի պատճառ կարող բռնել։ Բայց սիրելիներ, հարց, արդյոք դա կարող է արգելք լինի մեզ համար։ Ես անգամներ ձեզ վկայել եմ սրա մասին, որ Աստված հիանալի կերպով օգտագործել է շատ շատերից, եւ դուք եք խոսել, դուք եք պատմել, թե ինչպես Աստված գործածել ձեզ բաժնեկցելու ավետարանը։ Եվ վստահ եմ ձեզանից յուրաքանչյուրը արդեն ունեն փորձառություն, արդեն ունեն այդպիսի վկայություններ։ Ամեն։ Հիշեք վերջի անգամ երբեք ավետարանը բաժնեկցել մարդկանց հետ։ Հիշեք, երբ դուք պատմեցիք Հիսուսի մասին, երբ դուք խոսեցիք իր մասին։ Այսօրվա իմ հատվածը սա չէ, որ պիտի խոսեմ, այս մասը չէ, մի հրաշալի մաս է Սուրբ Գրքից, որ թերևս շատ քիչ ենք անդրադառնում այս խոսքերին, բայց այսօրվա իմ բնաբանը ավելին պիտի տեսնեսը կհայտնաբերվի իմ պատգամի գրեթե վերջում, այնպես որ տեղ չգնանք, չքնեք, ես չեմ կողերում եկա, որ քնեք, արթուն եղեք եւ հսկեցեք։ Ամեն։ Ամեն։ Հովհան ավետարանի մեջ մի հետաքրքիր հիշատակություն կա առաջի գլխի մեջ։ Հովհաննեսը շատ հիանալի նկարագրում է Տեր Հիսուս Քրիստոսի աստվածային տեսակետներ, աստվածային կողմերը եւ այն զորավոր կողմերը, որոնք բնորոշ են միայն Աստծուն։
Երբեմն մենք տեսնում ենք մեղքերի թողության մասին, որ Հիսուսը տալիս է գրված է Հովհաննես ավետարանի մեջ։ Տեսնում ենք գերբնական հրաշքների զորությունների մասին, որոնք գրված են հենց այստեղ Հովհաննես ավետարանի մեջ։ Եվ պատահական չէ, որ Հովհաննեսը այնքան ուշադիր աշակերտ էր, որ կարող էր շատ մանրամասնություններ նկատել, որոնք մնացած ավետարանիչները թերևս չկարողացան սրա մասին գրել։ Հովհաննես ավետարան առաջի գլուխ 35-ից 42 համարներն են ուզում կարդալ։ Հետևյալ օրը դարձյալ կանգնած էր Հովհաննեսը, սա Հովհաննես Մկրտչի մասին է, եւ նրա աշակերտներից երկուսը եւ մտիկ տվեցին Հիսուսին, որ ման էր գալիս եւ ասեց. «Ահա Աստծո գառը»։ Եվ այն երկու աշակերտները լսեցին նրանից, որ խոսում էր, եւ գնացին Հիսուսի հետևից։ Հիսուսն էլ դարձյալ նրանց տեսավ, որ գնում էին, եւ հետևից եւ ասեց նրանց. «Ինչ եք ուզում»։ Եվ նրանք ասեցին նրան. «Ռաբբի», որ թարգմանված ասվում է վարդապետ, «որտեղ ես մնում»։ Նրանց ասաց. «Եկեք եւ տեսեք»։ Եկան ու տեսան, թե որտեղ էր մնում, եւ այն օրը նրա մոտ մնացին, եւ ժամը 10-ի մոտ էր։ Անդրեասը, Սիմոն Պետրոսի եղբայրը, այն երկուսից մեկն էր, որ Հովհաննեսից լսեց, եւ նրա հետևից գնացին։ Սա առաջ գնալով գնում է իր Սիմոն եղբորը եւ նրան ասում է. «Մեսիային գտել եք, որ թարգմանվում է Քրիստոս», եւ բերեց նրան Հիսուսի մոտ։ Հիսուսն նրան նայեց եւ ասաց. «Դու Սիմոնն ես, Հովնանի որդին, դու պիտի կոչվես Կեփաս», որ թարգմանվում է Պետրոս։ Շատ հետաքրքիր մի հանդիպում է տեղի ունենում, որ ուրիշ ավետարաններում չեք կարող կարդալ։ Սա միայն գրված է Հովհաննես ավետարանի մեջ։ Կարծես թե Հովհաննեսը մի առաջի աշակերտներն է փոխանցում Տեր Հիսուս Քրիստոսին։ Հովհաննես Մկրտիչը ով էր։ Շատերս, եթե Աստվածաշունչը կարդացել են, գիտեք, Հովհաննես Մկրտիչը Հիսուսի ազգականն էր եւ միևնույն ժամանակ մի մարգարետ, որի համար գրված է, որ նա պիտի գնա Տիրոջ առջևից, պետք է ճանապարհ պատրաստի Տիրոջ համար։ Եվ նա մկրտություններ էր անում Հորդանան գետի մեջ եւ անգամ Տեր Հիսուսին ինքը մկրտեց։ Եվ Հովհաննեսը ուներ աշակերտներ։ Եվ Հովհաննեսի աշակերտները, երբ որ Հովհաննեսի հետ կանգնած էին, ըստ այս պատմության, տեսնում ենք, որ Հիսուս երբ որ անցնում է, սա երկրորդ անգամ է, որ Հովհաննեսը արտահայտում է այս խոսքերը. «Ահա Աստծո գառը, որ վերցնելու է աշխարհի մեղքը»։ Եվ երբ որ երկու աշակերտները լսեցին, ինչ որ Հովհաննեսն ասում է Հիսուսի մասին, արագ ետ դարձան եւ գնացին Հիսուսի հետևից։ Սա հիանալի պատմություն է, սիրելիներս։ Գուցե Սուրբ գրքում ուրիշ հատված չկա, որպես ես քան հետաքրքիր եւ իմաստալից պատմվի սրա մասին, բայց ինչ ենք տեսնում։ Հովհաննես Մկրտիչը չէր նախանձում, չէր սահմանափակում բարի լուրը իր մեջ, չէր ասում, որ ես ունեմ եւ այսքանը հերիք է, կարևորը ես եմ։ Մենք շատերս այդպես ենք, չէ՞ վերաբերում, ասում ենք, կարևորը մենք ենք։ Այո, կարևորը դու ես, բայց երբ որ դու արդեն ես, ուրեմն կարելի է ուրիշին կարևոր դարձնել։ Ամեն։ Բաժնեկցել խոսքը, ուղղությունը ցույց տալ դեպի նա, ով Աստծո գառն է, ով պետք է վերցնի աշխարհի մեղքը։ Եվ շարունակությունը սիրելիներ այս պատմության մեջ, երբ որ մենք կարդում ենք, հասկանում ենք մի բարձ ճշմարտություն, որ Հովհաննեսը չէր եկել, որ մարդկանց իր հետ կապեր։ Հովհաննեսն եկել էր, որ մարդկանց կապեր Հիսուսի հետ։ Հովհաննեսը չէր սահմանափակվում իր ծառայության սահմանով եւ ասել, ինչ որ ես արել եմ, այսքանը ինձ լրիվ հերիք է։ Ոչ, նա մինչև վերջ շարունակեց աշակերտներ նվիրել Հիսուսին, աշակերտներ բերել դեպի Հիսուսը։ Ինչ ենք անում մենք, երբեմն շատ անգամ մենք ավելի շատ կենտրոնանում ենք մեր անձի վրա եւ փորձում ենք մարդկանց նմանեցնել մեզ։ Սիրելիներ, ես անգամներ ասել եմ բոլոր մեր ծառայողներին, բոլոր պատգամախոսներին, դուք կարիք չունեք ինձ նմանվեք, դուք կարիք ունեք Հիսուսին նմանվեք։ Եվ այն մարդիկ, որոնց Աստված ձեզ է տալու ձեր քարոզչության միջոցով, ձեր վկայության միջոցով, նրանք էլ պետք է դառնան Հիսուսի նման։ Այո, եթե նրանք գտնեն կետեր, որոնց ձեր մեջ կա, որը նման է Հիսուսին, դուք հանգիստ եղեք, հպարտանալու ոչինչ չկա, դա է մեր էջին։ Բայց մեր նպատակն է մարդկանց նկարագրել Հիսուսի մասին եւ ասել ինչ է արել ինքը, ով է ինքը, ով է Հիսուս Քրիստոսը մեզ բոլորիս համար։ Եվ այսպես տեսնում ենք, որ այս երկու աշակերտները գնում են Հիսուսի հետևից եւ Հովհաննեսը ոչ նախանձում է, ոչ էլ չի ասում, հա, այս ինչ է կամ գնացիք, հա, չէ, եթե Հիսուսի հետևից են գնում
Եվ եթե հանձնված քո խոսքին գնում են, օրհնյալ լինեն եւ դա հրաշալի է։ Գիտեք, շատ դժվար է լինել երկրորդ, երբ որ դու ինչ-որ ժամանակ առաջինն էիր։ Դժվար է, չէ՞։ Գիտեք, որ ինչն է հետաքրքիր սիրելիներ։ Այս երկու աշակերտը Հովհաննեսի թողում են եւ հետ են դառնում գնում են Հիսուսի հետևից։ Եվ հանկարծ տեսնում ենք, որ աստվածային նախաձեռնություն է տեղի ունենում։ Հիսուսը հետ է դառնում եւ նայում է երկու հոգու, որ իր հետևից գալիս է ինչ-որ դիստանցիայով, ինչ-որ տարածությամբ։ Գիտեք, Հիսուսը չի ուզում որևէ մեկը տարածության մեջ իրան հետևի։ Հիսուս ուզում է, որ ամեն մեկը իր հետ քայլի, հավասար քայլի, որովհետև նա այստեղ ուզում է մեզ քայլել տա, որ այնտեղ էլ մեզ նստել տա։ Իր փառավոր աթոռին։ Ամեն, այն հաղթության աթոռին, որ ինքը հաղթեց եւ նստեց։ Եվ Հիսուսը ինքն է առաջի խոսակցությունը բացում։ Եվ տեսնում ենք սիրելիներս, երբ որ մարդու միտքը սկսում է փնտրել Տիրոջը, երբ որ սիրտը քաղցած Աստծուն, Աստված կես ճանապարհից ավելին է գալիս։ Աստված ինքն է նախաձեռնում հարաբերություն սկսել։ Մի մարդ ասում էր, մենք երբեք էլ փրկված չենք լինի, եթե նախքան այդ ինքը մեզ գտած չլիներ։ Ինքը պիտի մեզ գտած լիներ, որ մենք փրկված լինեինք։ Երբ որ մարդը գալիս է Տիրոջը, Աստված չի ստիպում իրան, որ ինչ ձև ուզում ես հասի ինձ, ոչ ինքը գալիս անթառաջ, որպեսզի մեզ բարձրացնի եւ կարողանա մեզ առաջ տանել։ Հիսուսը իրանց մի հարց է տալիս։ Շատ հետաքրքիր մի հարց է, ասում է. Ինչ եք ուզում։ Ինչ եք ուզում։ Գիտեք, այսօր, եթե շատ անկեղծ լինենք, այսօր աշխարհում շատ մարդիկ կան, որ Հիսուսին կարող են գալ ուզելու համար։ Ինչ եք ուզում։ Գիտեք, Պաղեստինում եղած ժամանակ Հիսուսի այդ ժամանակաշրջանում այս հարցը պատահական հարց չէր։ Ինչու, որովհետև Պաղեստինում ինչ որ մի նշանակալից մարդու հետևելու համար կար սպասողություն։ Ինչ էին իրանք ակնկալում, երբ որ պիտի հետևեին ինչ որ մեկին։ Որովհետև եթե նա ազդեցիկ մարդ էր, ուրեմն որոշները կարող էին ապահովություն ակնկալել, չէ՞։ Այս մարդու հետ օգներս իր կողքով քայլեն, որ մարդ էս մի բան եղավ, ինքը հեղինակավոր մարդ է, մեզ կպահի, կպաշտպանի։ Միգուցե շատերի համար անվտանգություն էր, որոշները ավելի կայուն եւ ապահով դիրք էին ուզում, եւ տեսանք, որ հետագայում այդպես էլ եղավ, ով է լինելու առաջինը, ով է լինելու դիրքով պիտի վերցնի։ Հիշում եք Հիսուսի աշակերտներն ասեցին։ Ոմանք գալիս են գումար ձեռք բերելու համար։ Արի Աստված կորցնի քեզ կտա, այս կանեն, լսեք ուշադիր սիրելիներ, ես հասկանում եմ, ֆինանս այն բանն է, որի մասին մարդիկ միշտ երբ որ խոսում ես դող է գալիս։ Միշտ դժգոհություն կա, գիտեք ինչու։ Որովհետև միշտ պակաս է, որովհետև հենված է դրա վրա, որտեղ հավատքի խնդիրը կա, ես դրա վրա չեմ կանգնելու, բայց մի բան եմ հասկանում։ Երբ որ խոսքը հասնում է կյանքի կախվածությանը, մենք առաջի հերթին ինչ ենք անում, որոշում ենք խնայել գումարը։ Որոշ մարդիկ երբ որ գալիս են նեղության մեջ, մտածում են ոնց գումարը խնայենք։ Սիրելիներ, գումարի խնայումից առաջ պետք է ծախսերի քո դիրքը հանդեպ ծախսերի փոխվի։ Եվ քո ներքին վերաբերմունքը պետք է փոխվի առաջինը։ Որտեղ դու երբ որ խոսում ես ընդհանրապես խնայողությունից, երբեք չես մտածում կարելի է աղոթել։ Կարելի է նաև այդ ամեն ինչը բերել Աստծո առաջ, ինչպես այն մարգարեիկին եկավ, որ մահացել էր Եղիայի Եղիսեի օրոքել այս բաները տեղի ունեցան։ Եկավ ասեց, «Ես ունեմ, ես մարգարեիկին եմ, իմ ամուսինը մահացել է, ես իմ տղան եմ մնացել, այսքանն է»։ Եվ մարգարեն ինչ ասեց։ Վերցրեց դա, սարքել տվեց եւ կերավ եւ օրհնեց։ Սիրելիներ, երբեմն մենք մոռանում ենք, որ ինչ վերաբերմունք պետք է ունենանք հարցերի նկատմամբ եւ ավելի շատ մտածում ենք ոնց անենք, որ քիչ դուրս գնա։ Քիչ դուրս գնայով չի։ Որոշ մարդիկ խնայելով ավելի աղքատանում են։ Որոշ մարդիկ ընծայելով, օրհնելով ավելի հարստանում են։ Խոսքս մի մտածեք միայն ֆինանսների կամ փողերի մասին։ Գնամ առաջ, որպեսզի շատ չհոգնեք սիրելիներ։ Ոմանք փնտրում են այն, ինչը անվանում են կարիերա, իշխանություն, պաշտոն, հեղինակություն, տեղ, իրավունք։ Այսինքն են կարողություն, տաղանդներ, որոնք որ իրանք զգում են, ուզում են պահպանել, ուզում են ունենալ, գալիս են Հիսուսի մոտ։ Ես մարդիկ եմ տեսել եւ ճանաչում եմ, որոնք եկան Հիսուսի մոտ, ոչ թե նրա համար, որ Հիսուսին փառավորեն, այլ եկան, որպեսզի իրանց անձը նկարագրեն, իրանց բարձրացնեն։ Սկսեցին ծառայություններ անել, ձեր էին դնում մարդիկ ընկնում էին, չգիտես ինչեր էր լինում, լճեր են ձեր դնում, խփում էր,
ընկնում էին մարդիկ, ինքն մտածում էր, բրավո, տեսակ ինչ եղավ, կողքից մի քանի չիմացողներ, չհասկացողներ ծափահարում էին, ողբեր Տերը ինչ արեց, Տերը ոչինչ բան չարեց։ Այս մարդը ում էր այդպես խփի հաստատ կընկնեն գետի։ Ինչ են փնտրում, ասեց Հիսուսը իրաց, ինչ եք ուզում։ Սիրելիներ, դրանց կողքին կա մի բան, որ մարդիկ իսկապես Հիսուսին են ուզում։ Իսկապես Հիսուսին են ուզում։ Դու չես կարող քո համար ասել, երբ որ դու եկար Հիսուսին, կարիերա ես ուզում, փող ես ուզում, ես ուզում, այն ես ուզում, չես կարող ասել։ Դու եկար Հիսուսին, որովհետև Հիսուսին ես ուզում։ Ամեն։ Բարձր ասել։ Ես եկել եմ Հիսուսին, գիտեք ինչի, որովհետև ես իսկապես մեջս խայտարակ ծարավ ես զգում, ասում եմ, մեկը կա, որ ինձ նայում անդեղից։ Մեկը կա, որ գիտի իմ մասի, ես չգիտեմ ինքը ով է, բայց գիտեմ մեկը կա, որ ինքը տեսնում է ինձ։ Եվ ես իմ ցավերի մեջ եկա ասեցի, ես չգիտեմ դու ով ես, բայց ուզում եմ, որ ինձ բժշկես, երբ որ ինձ բժշկես, ես բժշկությունս մոռացա։ Իմ հրաշքի մասին մոռացա։ Օրեր անցավ մաման ինձ ասում արտակ, ոնց որ լավ ես, այդպես բան չկա, ամեն ինչ նորմալ է։ Մոռացել եմ, որ ես ինչ եմ, բայց Հիսուսով տարվել էի արդեն։ Իմ ամբողջ այդ բժշկության այդ իրավիճակը դրեցի մի կողմ, մոռացել եմ ինչի համար եմ գնացել։ Արդեն Հիսուսին տեսա, որ ավելին է, քան իմ բժշկությունը։ Որ նա ավելին է, քան իմ հրաշքը, նա ավելին է, քան ես կարող եմ մի բան ուզել իրանից։ Եվ յուրաքանչյուրս ենք այդպես եղել։ Եկել ենք Տիրոջը, որտեղ իրան են ուզել։ Ուզում քեզ հավատացնեմ, սիրելի եղբայրս, քույրս, այսօր քո կողքը մարդիկ կան, որոնք հենց այդպես Հիսուսին են ուզում, բայց մենք մտածում ենք, որ իրանք Հիսուսին չեն ուզում, եւ դա է մեր բերանը փակում, որ մենք չենք սիրում ավետարանչություն անել։ Մենք սահմանափակել ենք ավետարանը մեզանով եւ մտածում ենք, որ մենք ունենք վերջացավ։ Սիրելիս այդ ավետարանը, ինչպես Հովհաննեսը ուներ եւ ասեց հենա Աստծո գառը, իր աշակերտները գնացին։ Եվ սրանով չի վերջանում պատմությունը, սիրելիներս։ Երբ որ այս երիտասարդներին Տերը հարցրեց, ինչ եք ուզում, ասեց, ուզում եմ դրանք դու որտեղ ես մնում։ Այդ ինչ պայմաններ ունես, որ պետքան հեղինակավոր ես, որովհետև Հովհաննեսը իր խոսքը ազդեցիկ խոսք էր, ասելա, որ դու մեծ մարդ ես, Աստծո գառն ես։ Լսեք ինչքան հետաքրքիր է, Հովհաննեսի խոսքը ուներ ազդեցություն մարդկանց կյանքերը ուղղորդելու դեպի Քրիստոսը։ Իմ ու քո խոսքը նույնպես պետք է ունենա ազդեցություն մարդկանց ուղղորդելու դեպի Քրիստոսին։ Հիսուս պատասխանում է, եկեք եւ տեսեք։ Մեկ այլ կերպ ասած, եթե դու չգաս, չես տեսնի։ Եթե դու Հիսուսին չգաս, ոչինչ չես տեսնի։ Դու հեռվում կանգնած դիստանցիայի վրա Հիսուսին ուղղակի այսպես ինչ որ տեղ գծապատկել ունենալով երբեք ոչինչ չի փոխվի քո կյանքում։ Թերևս շատ-շատերը եկեղեցի կարող են գնան սիրելներ, բայց Հիսուսին չգնան։ Դրա համար շատերի կյանքը չի փոխվում։ Գալիս են եկեղեցի, մաշեցնում են իրանց կյանքը, իրանց անիվները, ավտոները, մայր են դնում ավտոների վրա, առողջություն, ժամանակ ամեն ինչ դնում են, բայց մնում են նույն մարդը։ Ինչու, որովհետև Հիսուսին չեն գալիս։ Այսօր վստահ եմ, մենք եկել ենք Հիսուսին, որ մեր կյանքը փոխվի, եւ այդ փոխված կյանքը կարող է ուրիշի կյանքը փոխել։ Ամեն։ Եթե ուզում եք տեսնեք, եթե ուզում եք իմանալ, պիտի գաք, եւ Տեր Հիսուսն ասեց, արի եւ տես։ Հիշեք, այս խոսքը սա մեր ուրիշտեղ մեզ պետք է գալու։ Հաջորդ սլայդը, եթե նայենք սիրելիներ, Հովհաննես ավետարան առաջի գլխի հենց 40-ից 42 համարներում տեսնում ենք, որ այդ խոսքը անպտուղ չի մնում եւ գրված այսպես. Անդրեասը, Սիմոն Պետրոսի եղբայրը, այն երկուսից մեկն էր, Հովհաննեսի աշակերտներից մեկն էր, որ լսեց Հովհաննեսից եւ գնաց Հիսուսի հետևից։ Սա առաջ գնում է Սիմոն Պետրոս եղբորը եւ նրան ասում. Մեսիային գտել են, որ թարգմանվում է Քրիստոս, եւ բերեց նրան Հիսուսի մոտ։ Ինչ հետաքրքիր ավետարանիչ է, չէ՞։ Գտանք Մեսիային, գտանք Հիսուսին, եւ հիմա ինչ ենք անում, գնում ենք իր մոտ։ Երբ որ կարդում ենք ուրիշ ավետարանները, տեսնում ենք, որ Սիմոն Պետրոսը ուրիշ ձև կարծես գալիս Հիսուսի մոտ։ Հիսուսը ծովեզերքով քայլում է, տեսնում է երկու եղբայրներ, Պետրոս, Անդրեաս, ինչ որ գործ են անում, եւ իրանց հրավիրում ասում, եկեք իմ հետևից։ Եվ երբ որ կարդում ենք այս մասը, տեսնում ենք, որ այստեղ շատ զարմանալի լրացում կա։ Նրանք նախապես խոսել են իրար հետ։ Նախապես խոսել են իրար հետ, եւ երբ որ իրանք այդ խոսելուց հետո ձգի դրած գործեր են անում, հանկարծ Հիսուսը անցնում է այդտեղով եւ իրանք ինչ ասում։ Եկեք իմ հետևից։
Եվ ասում է ես գտել եմ Քրիստոսին, գտել եմ Մեսիային, եւ բերեց նրան Հիսուսի մոտ, եւ Հիսուսն նրան տեսավ եւ ասեց. դու Սիմոնն ես, Հովնանի որդին, դու պիտի կոչվես Կեփաս, որ թարգմանվում է Պետրոս։ Հետաքրքիր մի բան, սիրելիներս։ Հովհաննեսը մի հետաքրքիր առաքավետարն չէ, մի հետաքրքիր բան է այստեղ բացահայտում։ Գիտեք, որ տեքստը հասկանալու համար պետք է որոշակի բաների մեջ մենք ավելի ուսումնասիրություններ անենք։ Մեսիան նույն ինքն է, ինչ Քրիստոսը։ Եբրայերենում Մեսիա եւ հունարենում Քրիստոս։ Այս երկուսն նշանակում են մեկ բառով ոցված։ Ինչպես որ ժամանակին թագավորներ թագուհիներին անգամ ոցում էին, Անգլիայի թագուհիներին գահակալման ժամանակ իրանց ոցում էին եւ այդպես նկարագրներ կայացնում են, որ իրանք արդեն ոցված են, արդեն պաշտոնը պետք է ստանձնեն, կարող են իրականացնել հրամաններ, արձակել հրամաններ, այնպես էլ Տեր Հիսուսին անվանվում էր որպես օծյալ, նա ով ունի այդ իրավունքը, նա ում տրված է արտոնություն խոսելու Աստծո անունից։ Եվ ինչ ենք տեսնում այստեղ։ Անդրեասը շատ հետաքրքիր մի ձևով գնում Պետրոսին բերում է իր մոտ եւ կարծես ինքը գնում մնում է ստվերում։ Օրինակ, եթե ես ձեզ չասեի, որ Անդրեասը Պետրոսի եղբայրն է եւ Անդրեասն է Պետրոսին բերել ապաշխարության Հիսուսի մոտ, դուք երբևէ կիմանայիք սա, եթե կարդացած չլինեք։ Ոչ։ Բայց Անդրեասին այլևս չեք տեսնում, կարծես գնաց ստվեր։ Անդրեասը հետ է քաշվում, բայց հետաքրքիր բան է բարձրաբանում սիրելիներս։ Ինչպիսի զարմանալի բան, կարծես թե ամեն անգամ է ասում են Պետրոս եւ Անդրեասը, Պետրոսի եղբայրը։ Արդեն Պետրոսն եկել առաջ, էլ Անդրեասը գնաց հետ, բայց այլուտես Անդրեասն է իրան բերել։ Եվ մի քանի տեղեր կա Սուրբ Գրքում, որ Հիսուսն էլ անգամ Անդրեասին այդպիսի առաջընթաց չի տալիս։ Օրինակ, երբ որ Հիսուսը բուժում է Հայրոսի դստերը, Հայրոսի աղջկան, երբ որ բարձրանում է պայծառակերպության լեռը եւ աղոթք անում Գեթսեմանի այգում, երբ որ իր հետ ինքը վերցնում է Պետրոսին, Հակոբոսին եւ Հովհաննեսին, թերևս Անդրեասը առաջին աշակերտն էր, բայց իրան չի վերցնում։ Եվ շարունակությունը պարզ մի բան է սիրելիներ։ Ինքը Անդրեաս անգամ չի էլ մտածում, որ ինքը երևա կամ չերևա, կարևոր իր արած գործն է, իր բերած մարդիկ կդառնան Հիսուսի ձեռքերի մեջ առաքյալներ։ Այն մարդիկ, որոնց որ դու կբերես Տեր Հիսուսին, նրանց ում մեջ որ դու կցանես հավիտենական կյանքի խոսքերը, Աստված իր անձրևները կբերի այդ մարդու կյանքի մեջ։ Եվ այդ մարդիկ վաղը այսօր կդառնան այդ ժամանակների առաքյալները, մարգարեները, հովիվները, ուսուցիչները եւ վարդապետները։ Մենք փոքր բան ենք մտածում, բայց Աստված միշտ մեծ բաներ է անում։ Ամեն։ Ամեն, ամեն։ Գիտեք ինչն է հետաքրքիր, որ Անդրեասի մասին ուրիշ ավետարաններում, ամբողջ ավետարաններում Անդրեասը ընդգծված ընդամենը 3 անգամ։ Այն էլ այնպես մենակ էս կարգավիճակում։ Աշակերտների ընտրության եւ այդ վերջ, իր մասին էլ ոչինչ չկա։ Եթե դու կվկայես մարդկանց եւ քո անունը այլևս չի հիշվի, չներվես։ Լսում եք ինձ։ Որոշ մարդիկ անպայման ուզում են ստորագրություն թողնել հաջորդ սերունդի համար։ Ես ձեր իրանց սիրելիներ ինչ արել եք Աստծո փառքի համար եք արել։ Մի զղջացեք, երեսով մի տվեք։ Ամեն։ Ամեն, ամեն։ Եվ մի սպասեք, որ այդ ամեն ինչի ծափահարությունները ձեզ գան, թող Տեր Հիսուսին գնա այդ ծափահարությունը։ Ամեն, ամեն։ Որտեղ Աստված ձեզ օգտագործել է։ Այն օր մեկը զանգել է, զարտակ եղբայր, այսպես այնպես խոսում է։ Եվ ես գիտեք, շատ անկեղծ եմ ես հարցում, իմ անձը չեմ գովաբանում կամ որևէ պարզապես հասկանում եմ ինչ եմ ասում։ Ես ասացի, որ գիտես սիրելիս, եթե ձեռնոցը բարձենա, ինչով պետք է բարձենա։ Եթե Աստված ուղղակի իր ամատերը մտցրել է իմ կյանքի մեջ, եւ ինչ որ մեկի կյանքի մեջ մի բան արել է, այդ իմը չի։ Այդ իմ բարձանքը չի, այդ Քրիստոսի գործն է։ Ամեն։ Եվ երբեք որևէ մեկին չկապեք ձեզ հետ։ Արել եք, տվեք Հիսուսին անցեք առաջ։ Ամեն։ Ամեն։ Ուրեմն սիրելիներ, Անդրեասի ամենամեծ ուրախությունը սա է, որ ինչ որ մեկին բերել է դեպի Հիսուսը։ Ինչի մեջ է մեր ուրախությունը։ Դու ուրախանում ես, որ մեկին բերես Հիսուսի մոտ։ Եթե չէ, ուրեմն չես արել։ Եթե անես, կտեսնես ուրախությունը։ Ամեն։ Քեզ պետք չի ակադեմիա ավարտել, չգիտեմ ինչ բարձր դիգրիներ ունենալ, որ Հիսուսին նկարագրել։ Եղի շատ բարձ, եղի անմիջական, շատ անկեղծ։ Հենվիր այն անձնական ճանաչողության եւ Սուրբ Գրքի ճշմարտության վրա, որը արդեն դու ունես։ Ամեն։ Եվ այդքանը բավարար է, որպեսզի մարդիկ կարողանան
փրկություն ունենան։ Ամեն։ Ամեն։ Ուրեմն սիրելիներ, Տեր Հիսուսը հենց որ տեսնում է Սիմոնին ինչ ասում, դու Սիմոնն ես։ Գիտեք, այդ ժամանակ շատ հետաքրքիր է, որ մարդիկ միշտ անունները փոխում էր, այսինքն երկու անուն, գրեթե բոլորը երկու անուններ ունեն, եւ այդ անունները իրանց համար կարեւոր էր։ Նայած, որոշները այնպես է, թե ինչպես են ծնողները կանչում, որոշները այնպես են, ինչպես է պետությունը կամ կառավարությունը իրանց ճանաչում։ Բայց տեսնում ենք Հիսուսի պարագայում փոխում է Պետրոսի անունը, եւ ասում է դու Սիմոնն ես, եւ ասում է դու սրանից հետո Պետրոս կդառնաս կամ քար կլինես։ Սա հիանալի մի բան է, սիրելիներ, երբեմն հունարենում անունները ընտրվում են, քանի որ դա հնչում էր ինչպես արամերենը։ Օրինակ, Եղակիմ կամ Աբել անունով մարդը կարող էր իր հույն ծանոթների համար դառնալ Ալկիմոս կամ Ապելես։ Լրիվ ուրիշ բան է, չէ՞։ Բայց այդ անունները իրանց համար հայտնի լինելու անուններ էին։ Ուրեմն սիրելիներ, եկեք մի փոքր ավելի առաջ գնանք։ Երբ որ Հիսուսը նայում է մարդկանց, ինչ է տեսնում։ Ես ու դու նայում ենք մարդկանց, ասում ենք սրանից բան դուրս չի գա, որտեղ հիմա ինքը էս է։ Բայց երբ որ Տերն է նայում մարդկանց, ինքը նայում է ոչ թե ինչ է հիմա, նա տեսնում է ինչ կարող լինի հետո։ Քանիսները դեք մտածել, որ դուք այնքան լավն եք, որ Աստված չէր կարող ձեզ չփրկեր։ Երբեք։ Մենք այնքան լավը չենք, որ ասենք Աստված հատուկ պիտի երկնքից իր որդին ուղարկեր, որ գար մենակ ինձ փրկեր։ Մնացածները չեն, մնացածը արժանի չեն։ Սիրելիներս ոչ մեկս արժանի չենք։ Բոլորս պարտական ենք Տիրոջը։ Բոլորս պարտական ենք Աստծուն։ Իր շնորհքի ողորմության համար։ Եվ երբ որ Աստված նայում է ինձ ու քեզ, ես հիշում եմ, թույլ տվեք մի փոքր իմ անցած ճանապարհից մի քանի բան պարզապես մեջբերում անել։ Ես երբեք չէի պատկերացնի, որ ես կարող եմ Աստծո համար ծառա լինել։ Գիտեք, ես երաժշտական գալուց եմ եւ մեծացել եմ երաժշտական ընտանիքում։ Երբ որ հայրս երաժիշտ էր եւ շատ հրաշալի, վերջապես լավ հավեսով հարսանիքներ էր նվագում, վերջը ամեն ինչ շատ լավ էր կարծես, իմ մեջ ձևավորվում էր երաժշտական ճաշակ։ Դա ստիպեց ինձ, որ ես գնամ երաժշտական դպրոց։ Ես մի քանի անգամ, 4 թե 5 անգամ ընդունվել եմ երաժշտական դպրոց, ոչ թե որպես բաղաշակեր։ Պարզապես ես չէի հագենում գործիքներից։ Ես գնացի դաշնամուրի, քննություն տվեցի, տնօրենը ասեց, որ հրաշալի է, կատարյալ լսողություն ունես, գնա տղա ջան, շատ լավ է, անցի դասարան։ Գնացի դասարան մի քանի ամիս հետո ասի չեմ ուզում գնամ դաշնամուրի։ Ինչ ես ուզում գնամ ակարդեոնի։ Ասի շատ լավ, դիգաս քննություն տաս, որտեղ ամեն անգամ մի բան գործիք փոխելուց։ Գնացի ակարդեոնի, ասի քննություն եմ ուզում, ասես տղա ջան, քննություն նոր տվիր։ Ասի էլի եմ ուզում։ Ասի շատ լավ, գնա քննության։ Քննությունը տվեցիք, ասես շատ լավ լսողություն ես։ Անցի դասարան։ Մի քանի ժամանակ գնացի, ասի չեմ ուզում։ Ինչ ես ուզում եմ հարվածային գործիքներ։ Քննություն, տակտիկ զգացողություն, չափ, ամեն ինչ։ Գնացի քննություն տալու, ասի տղա ջան, դու նոր ես քննություն տվել։ Ասի չէ, փոխում եմ գործիքը, չեմ ուզում։ Հարվածային գործիքներ, շատ լավ, անցի դասարան։ Դհոլ էի նվագում։ Մի որոշ ժամանակ անցավ, զգացի չէ, էդ էլ չի բավարարում, ինչ-որ մի բան եմ ուզում։ Շատ սիրեցի հոբոյ գործիքը։ Գնացի ասի մամ, ասի ուզում հոբոյի գնամ, ասես տղա ջան։ Տնօրենը արդեն իմ ձայնով, իմ տեսքով, քո արածներով, ամեն ինչով ես լավ ճանաչում եմ։ Ինչ ես, ասի ուզում հոբոյի գնամ, ասես լավ։ Գնացի դասատուին ասի ուզում հոբոյի գնամ, ասես գնա քննություն տուր։ Ամեն անգամ քննություն տալուց հետո դասատուին ասում է տղա ջան, հասկացանք, բրավո, շատ լավ ես իմանում, ամեն ինչ շատ նորմալ է, գնա դասարան, բայց գոնե ավարտի, անցավ որոշ ժամանակ ես էլի։ Եվ դա եղավ իմ վերջի երաժշտական դպրոց գնալն։ Դրանից հետո հանդիպեցի, այսինքն շատ ծուտվանից արդեն ունեի իմ շատ սիրելի պապայի ընկերոջը, Արայիկ եղբայրս, որ հիմա Սակրամենտոյում է ինքը, նորից էլի իր գործով Տիրոջը ծառայելու, պաշտելու, եւ ինքը դարձավ իմ հարվածային գործիքի դասատուն, մի որոշ ժամանակ գնացի, մի քանի պարապմունքի գնացի եւ գիտեք ինչ արեցի, մի օր ինքը նվագում էր եւ ես իրան զգացի, որ ինքը սխալ է նվագում։ Եվ իրան ասեցի, դու սխալ ես նվագում։ Եվ մի քանի ամիս առաջ երբ որ եկել էր այստեղ միասին լավ նվագում ենք իրար, գիտեք ինչ ասեց։ Ասեց եղբայրներ մի րոպե սպասեք, ասեց, այս ամեն ինչը մի կողմ, ասեց Արտակը այն մարդն է, որ միակ մարդն է, որ իմ ամբողջ կյանքում ասում է, ես իր դասատուն եմ եղել, ինքը ինձ ասում, որ դու սխալ ես նվագում, ու ինքը ճիշտ էր ասում։
Գիտեք ինչն է զարմանալի սիրել։ Մեր մեջ միշտ կա մի բան, փոխենք, էս անենք, բայց մի տեղ է հասնում։ Ես ու դու պետքա շատ խորը մտածենք, իսկապես ինչ ենք մենք ուզում եւ ինչա մեր անելիքը։ Կարող ենք հետաքրքրվել սրանով, բայց դու ով ես եւ ինչա քո առաքելությունը այս երկրի վրա։ Եկեղեցին չի կարող ուղղակի այս պատերի ներսում մնալ։ Չեն կարող նստել սպասել ով կգա։ Սիրելիներ, եկեղեցին պետքա դուրս գա եւ գնա, քո տաղանդներով պիտի գնաս եւ ծառայես։ Աստծուց խոսք վերցնես եւ գնաս մարդկանց կյանքերի վրա ազդես։ Ամեն։ Ամեն։ Դու պատրաստ ես դա անես։ Ամեն։ Մենք Պետրոսին նայենք, ասենք ընտիր ձգնորսա, Հիսուսը կնայեր, ասեր նա առաքյալը։ Շատ ես փնտրում, շատ բաների հետևից ես, ինչ ես ուզում դու դառնաս, ով ես դու։ Գիտեք, երբ որ մի մեծ իտալացի քանդակագործին, ճարտարապետ Միքելանջելոին, բոլոր ճանաչում եք Միքելանջելոին, երբ որ մի օր եկան իրան տեսան մի հատ մեծ մարմարից մեծ քար, դրել է եւ քանդակ անում, ջարդում է, կտոր անում, կողքից ասեցին, ինչ ես անում, ասեց ես այս մեծ քարի միջից արձակում եմ հրեշտակին։ Այս մեծ քարի կույտից ես արձակում եմ հրեշտակին։ Աստված մեր հետ հենց այդպես հավարում, սիրելիներ, մեր այս քարակույտից հրեշտակ է սարքում, Աստծո որդի է սարքում։ Ջարդում է, հեռացնում է ամեն բան, ինչ որ մեզ պետք չի, ինչ որ իրան պետք չի, եւ մեզ սարքում է այն, ինչ որ իրան է պետք։ Մենք այդ կերպ ասած Աստված կասի, ես գիտեմ քո մեջ ինչ եմ դրել, դու դրան մասին չգիտես, տուր ինձ քո կյանքը, եւ ես այն կսարքեմ այն, ինչ որ քո ներսում դրել եմ։ Ինչ որ դու պարունակում ես, ինչ որ ես գիտեմ, որ դու կաս, ինչ որ դու կարող ես դնել իմ ձեռքերի մեջ, տուր ինձ քո կյանքը եւ ես քեզ կդարձնեմ այդպեսին։ Եթե գնանք մի փոքր ավելի առաջ, սիրելիներ, առաջի գլուխ 43-ից 51 համար եւ հետեւյալ օրը կամեցավ Հիսուսը դուրս գնալ Գալիլեա եւ գտավ Փիլիպոսին եւ ասեց նրան. «Արի իմ հետևից»։ Եւ Փիլիպոսն էլ որ Բեսայդայից էր, Անդրեասի եւ Պետրոսի քաղաքից էր, գտնում է Նաթանայելին եւ ասում է նրան. «Նա, որի մասին գրեց Մովսեսը իր գրքում, օրենքում, մարգարեներն էլ ասեցին, գտանք Հովսեփի որդին Հիսուսին Նազարեթից»։ Եվ Նաթանայելը նրան ասեց. «Հնարավոր է որ Նազարեթից մի բարի բան լինի»։ Փիլիպոս նրան ասեց. «Արի եւ տես»։ Հասկանում եք ինչ է կատարվում։ Նորից նույն խոսքերը որ Տեր Հիսուսը ասել էր. «Արի եւ տես, հեռվից չես տեսնի»։ Արի Տիրոջ տուն, արի Աստծո ներկայության մեջ, արի Քրիստոսին եւ կտեսնես։ Եվ շարունակություն ասում է. «Եվ Հիսուսը տեսավ Նաթանայելին իրեն մոտ գալիս եւ նրան ասաց. «Ահա ճշմարիտ իսրայելացի, որի մեջ նենգություն չկա»։ Եվ Նաթանայելը ասում էր նրան. «Որտեղից ես ինչ ճանաչում»։ Հիսուս պատասխանեց եւ ասեց նրան. «Փիլիպոսը դեռ քեզ չկանչած, ես քեզ տեսա, որ թզերու տակ էիր»։ Նաթանայելը պատասխանեց եւ ասեց. «Ռաբի, դու Աստծո որդին ես, դու ես Իսրայելի թագավորը»։ Հիսուս պատասխանեց եւ ասեց նրան. «Որովհետեւ ես քեզ ասեցի, թե դու թզերու տակ քեզ տեսա, հավատում ես, սրանից ավելի մեծ բաներ կտեսնես»։ Այ հիմա եկանք վերնագիր այսօրվային պատգամին։ Սրանից հետո ավելի մեծ բաներ կտեսնես։ Եվ նրան ասեց. ճշմարիտ ասում եմ քեզ, այսուհետև կտեսնեք երկինքը բացված եւ Աստծո հրեշտակին մարդի որդի վրա ելնելիս եւ իջնելիս։ Ավելի մեծ բան կտեսնես։ Եկել ապակերացեք պատմությունը մի փոքր ավելի նկարագրեմ։ Եվ Փիլիպոսը գալիս է Նաթանայելին ասում է. «Լսի, գտել եմ»։ Այդ որ ուրիշներ իրան են ասել գտել եմ, ինքն էլ եկել է ուրիշին ասում գտել եմ։ Գիտեք, երկու ձև կա որ աշխատում ասել են։ Առաջինը սա է որ Հիսուսը ինքն է ասում արեք իմ հետևից, երկրորդը սա է որ աշակերտները գնում են ինչ որ մեկին տանում են Հիսուսի հետևից։ Եթե ինչ որ մեկին դերևս Աստված չի տարել իր հետևից, ուրեմն առիթ ունես դու առաջնորդես իրան դեպի Քրիստոսը։ Ավետարանչությունը յուրաքանչյուր քրիստոնյայի գործն է։ Դու չես կարող անտարբեր լինել մարդկանց նկատմամբ, որոնք որ կորչում են, դժոխք են գնում, որոնք որ հեռանում են, որոնք տկարանում են։ Քո սիրտը պետք է ցավ լսի, որտեղ դու ապրումներդ փոխվել են, դու նման ես Քրիստոսին։ Ես չեմ կարող նայել ինչպես են մարդիկ կռացած ամբողջ լույսերի խաչմերուկների տակ, այսպես կանոնած դոզայի տակ։ Ինձ համար տհաճ է դա, ինձ համար անարգանք է։ Ես տեսնում եմ, կարող եմ այդպես լսել ու պատկերացնել անգամ ինչպես է սատանան հռհռում, ինչպես է ծիծաղում Աստծո վրա, տեսար քո սարքածի ինչ արեցի։ Իսկ մենք հավատացյալներս մտածում ենք, մեր աթոռները ոնց որ լավը չի, կարելի է մի քիչ փոխել։
Մի քիչ, այս ինչ անենք, այն ինչ անենք։ Սիրելիներ, եկեք վերջապես դուրս գանք այն էգոիզմից, ինքնակենտրոնությունից եւ փորձենք Աստծո սիրտը հասկանալ։ Եթե այսօր մեր աչքերը բացվեր տեսնելու թե ինչ է կատարվում սիրելիներ մեր շուրջը, եթե մեր հոգեվոր աչքերը բացվեն եւ մենք դևերին տեսնենք, դուք չեք պատկերացնում։ Դա նման կլինի մի նավակ տարածքի, որ մենք ուղղակի sense չգիտես որտեղ ոտներս կդնենք, որ հանկարծ մի հատ դեպի բան չանենք։ Թե անենք շատ լավ է, բայց այնքան շատ են, այնքան կեղտոտված են ժողովուրդը։ Մարդիկ այսօր որփացած են, երեխեք են ունենում ոչ հետաքրքրված են, ոչ է, չգիտեն սկի կմեծանա, չի մեծանա, ոնց կմեծանա, հետաքրքրված չէ։ Իմ Գագիկ եղբայրը ու Սիմեքույրը վառաբացույցն են այն բանի, որ Հայաստանում իրանք որքան երեխեքի վերցրեցին իրանց ծնողներ, որ ծնողները պահել չգիտեն ինչ անեն, իմ սիրելները վերցրել եւ այդ երեխեքին դիրություն են անում։ Միթե սա Աստծո սիրտը ունենալու մի բան չի, մի կտոր չի, որ Աստված դրել է այս մարդկանց մեջ։ Ինչ մտածում ես հատուկ մարդիկ կան, որ պետք է ավետարան են, բա դու, բա ես, ինչի ենք մեր բերանը փակել և չեն խոսում Աստծո մասին, չէ որ այդ խոսքը մի օր մեզ դատելու է ասի, ես քո մեջ եռում էի, ինչի չասեցիր, ես դիմացինին համոզել էի, որ այդ օրը քեզ հանդիպացնեի, դու մտածեցիր դա պատահականություն է, ուղղակի վայ տեսանք, բայց ես էի իրան բերել, որ դու խոսեիր իրան։ Փառք Աստծուն, այս երկրի մեջ կա ամեն ինչ սկսել հարցով, կարելի է ձեզ հետ խոսել։ Եվ եթե կա թույլտվություն խոսի։ Այսօր ինչքան մարդիկ են ներսում կոտրված, ինչքան մարդիկ են այսօր խայտառակ վիճակների մեջ։ Եվ որ Նաթանայելը եկավ, այդ հանդիպեց Հիսուսին, Հիսուսը մի հետաքրքիր զարմանալի հանդիպում է տեղի ունենում այնտեղ։ Գիտեք, որ Փիլիպոսը իր անկերոջը Նաթանայելին երբ որ գնաց Հիսուսի մասին ասեց, որ գտել է, Նաթանայելը կասկածներ ուներ, որտեղից այն որ գտել ես, Նազարեթից դժվար դա բան լինի։ Գիտեք ինչի, որովհետև Նազարեթը մի հատ անշուք մի տեղ էր, եւ Նաթանայելը ինքը մեծ քաղաքի մարդ էր։ Միշտ այդպես հասկացողության խնդիրը դժվար է փոքր տեղից մի մեծ բան դուրս գա։ Բայց գիտեք ինչն է հետաքրքիր։ Մարդիկ մտածում են, որ փոքր բանից, փոքր վկայությունից մեծ բաներ չի ծնվի։ Ուզում ես քեզ ասեմ ինչ կծնվի։ Քո փոքր վկայությունից Նազարեթից եղող Հիսուսի մասին խոսիր, մարդիկ կասեն, դե դրանից դժվար մեծ բան լինի։ Թույլ տուր քեզ ասեմ սիրելիս, ինչ կարող է լինել այդ քո ասած խոսքից։ Լսեք ուշադիր։ Մարկոս ավետարանի մեջ տեսեք ինչ է ասում։ Առաջի գլուխ 23-26 համարները։ Եվ նրանց ժողովարանում մի մարդ կար, պիղծ ոգով բռնված եւ նա աղաղակեց եւ ասեց. «Թող տուր կամ թող մեզ, կամ մեզ բաց թող։ Ինչ բան ունես մեզ հետ»։ Հիսուս Նազովրեցի։ Դևերը ճանաչում են Հիսուսին, որ Հիսուսը Նազովրեցի է։ Եկար մեզ կորցնելու, գիտեմ քեզ թե ով ես, Աստծո Սուրբը։ Եվ Հիսուսը սաստեց նրան եւ ասեց. «Պապանձվիր եւ նրանից դուրս արի»։ Եվ պիղծ ոգին սաստիկ թափահարեց նրան եւ մեծ աղաղակով դուրս ելավ նրանից։ Դու մտածում ես Նազովրեցի Հիսուսի մասին վկայելը փոքր բան է, ամբողջ դիվային աշխարհն է վախենում Նազովրեցի Հիսուսի։ Քո փոքր վկայությունը Նազովրեցու մասին վաղը մյուս օր մեծ զորություն արձակելու դևերին վռնդելու համար։ Ինչու, որովհետև այն ամեն ինչ որ բնակվում է քո մեջ, դա քոնը չի, դա նա է։ Ինքն այդ զորությունը դրել է քո մեջ։ Ամեն։ Քո մեջ բոմբ կա, քո մեջ զորավոր մի բան կա, որ երբ որ դու դա արձակես, ոչ մեկ տեղը չի կարող առնել։ Ամեն։ Եկեք նայենք հաջորդ համար Մարկոս ավետարան 16:5։ Եվ երբ որ գերեզմանը մտավ, մի երիտասարդ տեսան աջ կողմը նստած սպիտակ պատմուջան հագած, սա Հիսուսի հարությունից հետո էր, եւ շատ զարհուրեցին, եւ նա ասեց նրանց. «Մի զարհուրեք, դուք հաճված Նազովրեցի Հիսուսին եք որոնում»։ Նա, որին որ մտածում եք փոքր տեղից լավ բան դուրս չի գա։ Փոքր վկայությունից մեծ բան դուրս չի գա։ Փոքր վկայությունը կմնա տենց երկրի մեջ եւ կմոռացվի։ Գրվածը շարունակություն ինչ ասում։ Նա հարություն առավ, նա այստեղ չէ, ահա այնտեղը, որտեղ դուք դրել եք իրան։ Այն որ դու խոսել ես, դա հարություն է առնելու, այն որ դու դրել ես մարդկանց մեջ, դա պետք է այդ մարդկանց հարություն տա Քրիստոսով։ Նրանք, ովքեր լսում են քեզանից Աստծո խոսքը, նրանք առիթ ունեն
ահաբիտենական կյանքը մտնելու Հիսուս Քրիստոսի միջոցով։ Պատկերացրու գնում ես երկինք ու հանկարծ Աստված ինչ-որ մի խումբ ժողովուրդ է ուղարկում քո մոտ։ Դեմքը ծանոթ է։ Ով ես, չգիտես, այն ժամանակ, որ դու ինձ օդանավի մեջ վկայեցին այդ ես եմ։ Այն մյուսին որտեղից եք քեզ ճանաչում։ Հիշում ես, որ դու եկար 7-Eleven-ից դուրս եկար, ասիր սոված ես, ասի հատվեցիր, ասիր Հիսուսը սիրում է քեզ։ Ես այդ եմ։ Ինչքան սենց առիթներ կա բաց եք թողել։ Ճիշտ եմ ասում։ Շաղթվեք ավետարանը, պատմեք ավետարանը, խոսեք ավետարանը, նկարագրեք Հիսուսին, ներկայացրեք փրկությունը, Հիսուսի արած գործը մարդկանց փոխանցեք։ Մարդիկ սպասում են սիրելիներս։ Գիտեք, որ շատ կարևոր է, որ մենք կարողանանք նախքան Հիսուսին ներկայացնելը մենք լավ ճանաչենք Հիսուսին։ Ամեն։ Ես մոտենում եմ ավարտին սիրելիներս։ Մի ընտանիք հովվի որոշումը կանչի իրանց տուն և պատիվ տա։ Զգուշ եղեք, երբ որ բոլորների կանչում եք ձեր տուն պատիվ տալուց։ Որոշում են կանչեն և պատիվ տան, և կինը շատ է ուրախացել, մարդուն համոզվում լսի ասում, ես ինձ ոսկեզոծ գտար պատառաքաղաք անվանել, ամեն ինչ ունեմ, ուզում էդ դնեմ հովվիս համար։ Մարդը ասում, դիր, ոնց։ Դնում են։ Վերջապես, շատ հրաշալի ժամանակ անցնում, իրանք լավ հավեսով տուն խոհում, վերջապես, խնջույկը վերջանում է իր ավարտին, և հովիվը գնում է, հաջողություն ասում գնում է, և հանկարծ կինը հայտնաբերում է, որ գտարներից մեկը չկա։ Գնում իր ամուսնուն ասում, լսի, շատ վատ բան է ել, ասում, ինչ է ել։ Ասում, հովիվը մեր գտարներից մեկը գողացավ։ Տարել է հետը, մանուկ կարի չկա, սեղանը հավաքել եմ էլ տակով էլ, կողքով, լվացանով, որտեղ ասես նայել եմ, չկա, ես դրել եմ ես մարդ, տարել է, գողացավ, չկա։ Վերջը, ինչ անես, ոչ ես զանգյասի գողացել ես, պահում են սրտի մեջ։ Անցնում մի տարի հետո, միտեղ որ հրավիրված են լինում, հանկարծ այդ նույն սեղանի շուրջ նստում են այդ մարդու կինը և այդ հովիվը։ Եվ այս կինը տղամարդկությունը հավաքում իր մեջ։ Հովին ասում, կներեք էլ ասում, հովին մի հատ բան հարցնեմ։ Ճիշտ է, մի տարի անցել ասում, բայց պետք է հարցնեմ, էլի ուղղակի հարցնում եմ, ինձ էլ հարցական մնացել, ասում, ինչի գողացակ էլի մեր գտալը, այդ ոսկե գտալը ինչի գողացակ։ Հովին ասում, ներողություն քույրս, ես չեմ գողացել այդ գտալը։ Այդ գտալը ես դրել եմ քո ամուսնու Աստվածաշնչի մեջ։ Եթե մենք ուզում ենք Հիսուսի մասին պատմենք, եկեք գտալը ման գանք։ Որտեղ եթե բացենք Աստվածաշունչը, կհայտնաբերենք Հիսուսին։ Գտալը մեզ պետք չի գա։ Սիրելիներ, երբեմն մեր Աստվածաշնչերը այնքան փակված են մնում, երբ որ բացում ես, խռոված են մեզնից։ Երբեմն մենք Աստծո մասին ոչ մի նորություն չենք իմանում, իմանում ենք ինչ որ գիտենք, ուղղակի կրկնում ենք ինչ որ գիտենք։ Երբ որ գալիս եք եկեղեցի ծառայության, հիանում ենք ուղղակի, երբ որ նկարագրվում է մեզ Քրիստոսը, պատմում է իր մասին, բայց մենք անձնական փորձառությամբ իրան նորովի չենք ճանաչում։ Եվ մեր գտալները կորցրած Աստվածաշնչի մեջ ընկած ման են գալի ուրիշ տեղեր։ Սիրելի քույրս, եղբայրս, նախքան որ դու Հիսուսի մասին խոսես, լավ կլինի որ դու ճանաչես Հիսուսին։ Ամեն Նաթանայելի համար գրված է, որ ահա մի իսրայելացի, որի մեջ նենգություն չկա։ Գիտեք դա ինչ պատասխանատու խոսք է, դրա մասին գրված է Հովհաննես 1:47-ում։ Գիտեք Սաղմոս 32:2-ն ասում է. «Երանի այն մարդուն, որ Տերը անօրենություն չի համարում նրան, եւ նենգություն չկա նրա հոգի մեջ»։ Նենգություն չկա իր հոգի մեջ։ Եթե ասենք ինչ է նենգությունը, եկեք նայենք հաջորդ համարը։ Երեմիա մարգարեն շատ գեղեցիկ է մեզ նկարագրում դա 9:8-ը։ Մահաբեր նետ է նրանց լեզուն, նենգություն են խոսում, բերանով խաղաղություն են խոսում իր ընկերոջ հետ, իսկ սրտում դարան են պատրաստում նրան։ Բերանով ուրիշ բան ասում, ստեղ ուրիշ բան։ Գովում է քեզ, քո նմանը չկա, դու ես աննման։ Ոտը քաշում անդելից,
սով է, սա սխալ է, սա ճիշտ չի, ամեն ինչ ուրիշ ձեր պետք է։ Ում ես ինչ ուզում ասած ես։ Սա նենգություն ասիրելներ, բայց Նաթանայելի կյանքում դա չկար։ Երրորդ Թագավորաց գրքի մեջ հետաքրքիր խոսքեր կան, եւ գիտեք ինչ ասում։ Հիսուսը իրան ասեց, չէ՞ Նաթանայելին ասեց, երբ որ դու թզերու տակ նստած էիր, ես քեզ տեսա։ Թզերին Իսրայելի մեջ համարում էր խաղաղության, ապահովության կամ Աստծո համար լինելու մի բույս։ Գիտեք ինչ ասում, եւ Հուդան եւ Իսրայելը ապահով կբնակվեն ամեն մարդ իր որդի եւ իր թզերի տակ։ Դանից մինչև Բերսաբե Սողոմոնի բոլոր օրերում։ Սա հանգստության եւ խաղաղության խոսքն էր, որ ասվում է Սողոմոնի ժամանակների համար։ Եվ Միքիան 4:4-ում գրում է այսքեր, ասում են այլ ամեն մարդ պիտի իր որդի տակ բնակվի եւ իր թզենու տակ եւ վախեցնող պիտի չլինի, որովհետեւ զորած Տիրոջ բերանն է ասել։ Ամեն։ Գիտեք սիրելիներ, մի փոքր բան ուզեմ ձեզ ասել, կարծեմ ձեզ հետաքրքիր կլինի։ Ես երկու անգամ եմ այս բանը պատմել, երկուսի ժամանակ էլ իմ սիրելի Նարեկը եւ իր սիրելի Ստելան լսել են այս պատմությունը, սա երրորդը պիտի լինի։ Ես ուզում խոսել թզենու մասին, թուզ։ Գիտեք, որ շատ անգամ թուզը Իսրայելի մեջ խորհրդանշում էր նաև հենց Իսրայել ազգը, կամ Աստծուն պատկանող ազգը, կամ եթե մի փոքր ավելի մեծ բացատրեմ պատմություն, ավելի ճիշտ կհասկանաք, վստահ եմ ձեզ հետաքրքիր կլինի։ Դուք գիտեք, որ թզերի սկզբում թուզն է երևում, եւ հետո ճյուղերը, թփերը, ճիշտ է։ Եթե չգիտեք, իմացեք։ Սկզբից բերքն է երևում եւ հետո թփերն են երևում։ Ուրեմն բերքը շատ զարմանալի բա ամբողջ գործը անում է հենց այդ բերքը։ Գիտեք ինչու։ Որտեղ բոլոր ծառերը, բոլոր տեսակի բուսականությունը հիմնականում բացում ծաղիկ են տալիս եւ փոշոտում է լինում այդ ծաղիկի մեջ եւ այդ փոշոտումը վերածում դառնում է պտուղ։ Ճիշտ է։ Բայց սրան հակառակ թուզը ինքը ծաղիկ չունի։ Արտաքինից ինքը ոչ մի ծաղիկ չունի, ինքը ճյուղի վրա թուզ է լինում եւ հետո սկսում է ճղերը բացվել։ Գիտեք երբ է ճղերը բացում, երբ որ թուզը սկսում է բեռնավորվել կամ փոշոտվել։ Գիտեք ինչպես։ Լսեք շատ ուշադիր, սա շատ կարեւոր է։ Հիսուսը նայում էր Իսրայելի Երուսաղեմին, ասեց. «Ով Երուսաղեմ, Երուսաղեմ, քանի անգամ ուզեցի ձեզ հավաքեմ թևի տակ, ինչպես հավեի զաքերին, բայց դուք չուզեցիք, չհավատացիք»։ Լսեք ուշադիր, սա պատահական չէ որ ասում։ Թուզը ինքը իրականում ծաղիկ ունի, բայց դա միայն իր ներսում է։ Հեչ փորձել եք թուզը բացեք։ Տեսել եք մեջ ինչքան ծաղիկ կա։ Չեք նայել։ Բացեք, որտեղ են չեք հասցնում, չէ՞, նույնիսկ թուզը լվանում եք գնաց։ Հələ մի շտապեք, հələ գնացեք այսօր մի հատ Smart Final կամ բան ասեք, չէ՞։ Գնացեք մի տեղից թուզ գտեք։ Բացեք թուզը եւ տեսեք միջից ինչքան փոքր ծաղիկներ կան։ Գիտեք ինչն է հետաքրքիր։ Թուզը երբեք չի հասունանա, մեկ դեպքում է հասունանում թուզը, մեկ դեպքում է ինքը դառնում պտղաբեր, գիտեք երբ։ Թուզը երբ որ ինքը առաջինը լինում է, այդ չոր թուզը, մի միջատ կա, որը գալիս մտնում է իր մեջ եւ սատկում է։ Մահանում է այդ բանի մեջ, թզի մեջ։ Եվ ինքն է դառնում այն սերմը, որը կարող է ծաղկեցնել եւ հասունացնել թուզին։ Հիսուսը երբ որ խոսում է թզենու մասին, խոսում է որ ամեն մարդ հանգստություն կգտնի թզենու տակ, այդ այն թզենին է, որի նեկտարը բերված է Հիսուսից, որի փոշոտումը տեղի ունեցել Հիսուսի միջոցով։ Հիսուսը եկավ եւ Երուսաղեմ Իսրայելի համար մեռավ, հավատացողների համար մեռավ եւ սա է երաշխիքը, որ հավատացյալը կարող է պտղաբեր կյանք ունենալ։ Եթե Քրիստոսը մեր ներսում չի կարող գալ, եթե նա մեր ներսը չի մտնում եւ չի կրում իր մահը, իր հարությունը, իր համբարձումը, պտղաբերել չեն կարող։ Սրա համար սիրելիս, եթե դու հավատում ես, որ Հիսուսը քո համար մեռել է, եթե դու թուզն ես, որի մեջ դու ունես արդեն այդ մահացած անձը, որը քեզ հասունացրել է այսօր այս գիտակցության, ուրեմն դու կարող ես պտղաբերել։ Ուրեմն դու կարող ես ուրիշների կյանքի վրա համ թողել։ Ուրեմն դու չես կարող ուղղակի նստել, դու պետք է քո բերանը բացես եւ խոսես։
Դու պետք է տարածես ավետարանը, մոտենաս մարդկանց ասես, գիտես, ես հավատում եմ Աստծուն, որը իր որդուն ուղարկեց իմ մեղքերի ու հանցանքի համար, նա որ խաչվեց ինձ համար եւ իմ փոխարեն եւ իրան դրեցին գերեզման եւ իրան դրեցին գերեզմանի մեջ փակելով, բայց Աստված հարություն տվեց նրա մեղրերից։ Եվ նա այսօր կենդանի ապարքի մեջ է ինքը երկնքում, շուտով հետագալու ինձ էլ տանի, գալիս ես։ Այսօր այնքան բաներ կա սիրելիներ, որ պետք է մենք նկատի ունենանք։ Եթե դու հավատում ես, ուրեմն կարես պտղաբերես։ Մի ասա, որ դու չես կարող պտղաբերես։ Եթե հավատում ես Հիսուսին, որ մահացել է քո համար եւ դու գնում ես իրան քո ներսում, դու հաստատ կպտղաբերես։ Դու հաստատ պտուղ կտաս, բերանը չփակես, Աստծո մասին խոսիր։ Ինչ որ մեկին նայիր եւ ասա, պտղաբերիր, շատ պտղաբերիր, որովհետեւ Հիսուսն Նաթանայելին ասեց, այս ինչ որ դու տեսար, ավելին ես տեսնելու։ Մինչև հիմա ինչքան որ դու ունեցել ես, արել ես սրանից ավելին ես տեսնելու, ինչու որովհետեւ դու հավատացիր Աստծո որդուն եւ այդ սերմը քո մեջ ունես, երբ որ դու ցանես, Հիսուսի խոսքերը անպտուղ չեն վերադառնում երկինք, կատարում են Աստծո ամբողջ կամքը։ Ամեն։ Ամեն։ Եվ վերջացնում եմ սիրելիներ։ Ուզում եմ ձեզ մի քանի տեղեկություններ տամ։ Ինչ ենք նայում, երբ որ մենք նայում ենք մեր կողքը, մեր շրջապատին։ Գիտեք, ես մի փոքր ուսումնասիրություն արեցի եւ այսպեսի մի բան հայտնաբերվեց։ 2024 թվականի համաձայն Լոս Անջելեսի շրջանում մոտավորապես 1.48 միլիոն մարդ պայքարում է թմրամոլության դեմ։ Այսօր դրանց թիվը ավելին է, քան 2 միլիոն։ Սրանք գրանցված registered միան։ Սա ամենաահավոր վիճակագրությունն է, որ երբևէ եղել է։ Սա մենակ Լոս Անջելեսի տարածքում։ 22 թվականի հուլիսից Լոս Անջելեսի շրջանի դեպարտամենտը հայտնում է, որ 12 տարեկան եւ բարձր բնակիչների 7.6% ապրում է թմրադեղերի կախվածությամբ։ 12 տարեկանից։ 18-ից 25 տարեկան բնակիչները ցույց են տալի անօրինական թմրանյութերի հետ կախվածություն եւ ավելի բարձր մակարդակ համեմատած ավելի մեծ տարեկան խմբերի հետ։ Ամենաահավորը 18-ից 25 տարեկան հասակում է։ Բռնվում են, փորձում են, կախվածություն են ունենում։ Մենք անցնում ենք իրաց կողքով, չնայած որոշներն ասում են, սանց հավաքեն տանեն գցեն զիբինը։ Լսեք, իրան Աստված արարել, ես ձեռքել Աստծո արարել աշխատել է դրան։ Աշխատել է, այսօր այդ մարդը չի ստացվել, չի հաջողվել, իր սխալի մեղքի պատճառով միգուցե ում ինչ, բայց դու ունես արտոնություն այդ մարդուն խոսել Հիսուսի մասին։ Գիտեք, որքան հոմլես կա Լոս Անջելեսի տարածքում, գրանցված։ 72308 Այդ մարդիկ դիվահարներ չեն, այդ մարդիկ պարտադիր չէ, որ թմրամոլներ լինեն, մարդիկ կյանք են կորցրել, անհույս վիճակի մեջ է։ Մի օր ես եկեղեցու պատի տակ մեկին տեսա եւ փորձեցի իրան վկայել։ Մոտեցա իրան, գիտեք, ճաշարանից էին գալիս եւ թուգո էր եղել, տոպրակի մեջ եւ անցնում ենք պատահական տեսա իրան, մոտեցա։ Ինչ կա, ոնց ես, ինչի ես ասել, շատ նորմալ սկսեց խոսել։ Գիտեք, ասեց, ես Universal Studio-ում եմ աշխատել երկար տարիներ։ Կինս եւ մի հատ էլ աղջիկ ունեմ։ Իրանց համար հասցին եմ հասցնում հյուրանոցի գումար աշխատել, որ իրանք իմ հետ էս պատի տակ չքնեն։ Ամեն օր ես ստիպված եմ աշխատել իրանց համար, որ իրանց գումար տամ, որ իրանք հյուրանոցում մնան։ Եվ ես փորձում եմ գտնել հնարավոր տարբերակներ, որ կարողանամ իրանց ապահովեմ։ Ես լավ աշխատանք եմ ունեցել։ Սաունդի վրա եմ աշխատել, ասեց, Universal Studio-ի մեջ։ Ասեցի, բա ի՞նչն է խնդիրը, ինչի հասել։ Ասեց, չհասկացա, ասեց, ինչ որ բան սխալ գնաց։ Եվ ես շատ հուսահատված եմ, ինձ համար կյանքը լավ իմաստ չունի, ապրելս իմաստ չունի։ Եվ գիտեք, եթե այնտեղն ա, որ դու ասես, Հիսուսն է քո կյանքի իմաստը։ Այս այնտեղն ա, որ դու ասես, մենակ չես, ցավը տանեմ, հանգիստ եղի, վստահի Տիրոջը, ապաշխարության, նորոգի սիրտը, կյանքը դուր Տիրոջը, Աստված ավելին ունի, քան ես պատի տակն է։ Իմացի մնացս տեղ սրանով կվերջանա, բայց դու առիթ ունես Քրիստոսին գալու, որպեսզի քո կյանքը փոխվի։ Գիտեք, իրան հրավիրեցին եկեղեցի, ես ճիշտ եկեղեցու պատի տակ էր ինքը։
Չեմ հիշում եւ չեմ կարող ասել եկավ թե չէ, բայց մի բան պարզ էր, որ ինչ որ ես իմ մեջ ունեի, ես իրան ասեցի, մեկ օր ինքը կհիշի դա։ Թեև հիմա համեստաբար ասեմ, այդ ուտելիքն տվեցի իրան, ասի ուզում ես գնաս նորից գնանք բերենք լավ, չէ, դες բան չանենք, ես չեմ ուզում, այսօր ես հոմլես եմ, վաղը կարող է փոխվի, ասի այո։ Եվ ինչքան մարդիկ հույս ունեն, որ կփոխվի։ Լոս Անջելեսում սիրելիներ ապրում է մոտավորապես 10 միլիոն մարդ, մոտավորապես։ 45%-ը քրիստոնյա չի, 55%-ը համարում է իրան քրիստոնյա և դրանցից միայն 21 միլիոնը վերածնված, վերստին ծնունդ ունեցում, սա գրանցած տվել է, մենք այդպես ենք մտածում, անելու բան չկա, շատ կա, եկեք իսկապես լուրջ վերաբերվենք, երբ որ Հովհաննեսը խոսեց Հիսուսի մասին, աշակերտները գնացին, այդ աշակերտները գնացին ուրիշ աշակերտներ բերեցին, հետո ուրիշ աշակերտներ գնացին ուրիշ աշակերտներ բերեցին։ Գիտեք ինչն է այդ արգի։ Նաթանայելի մասին 3 անգամ է գրված Աստվածաշնչի, այդ ամբողջ միայն եւ միայն ուրիշ տեղ չկա։ Մեկ գրված է Հովհաննու առաջի գլխում, մեկ էլ գրված է Հովհաննու 21 գլխում։ Ամենասկզբում եւ ամենավերջում։ Այն ինչ որ քո կյանքից սկիզբն է, որ սկսվեց Աստծով, մինչև վերջը կգնա Աստծով։ Ամեն, եւ քո անունը միշտ կմնա այն մարդկանց անունների կողքին, որոնք գեներալներ դարձան շնորհիվ քո վկայության։ Եվ երկինքը քեզ այդպես կունի։ Ամեն։ Ուզում եմ փոքր մի քանի վայրկյան քեզ տրամադրեմ ժամանակ տա, որ դու փորձես քո սրտի խորը տեղից նայես դու արդյոք ավետարանիչ ես թե ոչ։ Գիտեք, մի մտածեք սա պարգև ավետարանչության մասը, դուք դի ավետարանիչ պաշտոն ունենաս, ոչ, ցանկացած մեկ ավետարանիչ է։ Մի իմաստուն մարդ ասում էր, մի մոմը կարող է վառի մյուս մոմին, մի ջրակը կարող է կպցնի մյուս ջրակին։ Դու մի վառված մոմ ես այսօր, որ կարող ես ուրիշի կյանքը Քրիստոսով լուսավորել։ Երբ որ ինքը լուսավորվի, ինքը կփորձի դա փոխանցել ուրիշին։ Սիրելիներ, Տեր Հիսուսը շուտով վերադառնալու է։ Սա ամենաբարի լուրն է։ Ես խոսում ենք երեք եղբայրներով եւ որոշ հարցերի մասին աշխարհի ես վերջից կատարված դեպքերի մասին, Հիսուսի վերադարձի մասին եւ գիտեք, մի խոսք հիշեցի այդ ընթացքում, որ Աստծո խոսքը ասում է, երբ որ Տեր Հիսուսն ասեց, երբ որ կասեն խաղաղություն եւ ապահովություն, այն ժամանակ հանկարծ կորուստը կգա։ Ամբողջ կյանքի ընթացքում Տեր Հիսուսը եւ Աստված, Հայր Աստված 5 տակարում ուզել են Երուսաղեմը խաղաղության մեջ բնակվի։ Երուսաղեմը նորից շարունակել է իր կռիվներն ու բանը, եւ դա նշաններից մեկն է, երբ որ խաղաղություն եւ ապահովություն կլինի։ Գիտեք, Պաղեստինի հետ խաղաղություն եւ ապահովության դաշինք կնքեցին։ Մի տեսաբան չի ասում ես, հանկարծ կարող է կորուստը եւ վերջը լինի, հանկարծ կարող է Տեր Հիսուսը վերադառնալ։ Հիմա խաղաղություն է, եւ որոշեցին, որ այլևս կռիվ չի լինելու։ Սա Երուսաղեմի համար ապահովությունը կառուցելու եւ ընդունելու այն դիվային ազդեցությունը, որ իրան որպես Աստված պիտի կոչի նստելով Աստծո տաճարի մեջ։ Եկեղեցի պատրաստում է դու գնալու։ Քանի հոգի տար քո հետ։ Քանի հոգի տար քո հետ։ Որ կողմ գտարնում ես, ինչ որ մեկին ասա եւ վերցրա իրան քո հետ։ Առաջնորդի իրան դեպի Տերը, առաջնորդի իրան դեպի Քրիստոսը, դեպի փրկությունը։ Իրան օգնի, որ ինքը գա հոգեվոր համայնքի մեջ մեծանա Աստվածապաշտության եւ Աստծո վախով։ Դու դա կարող ես անել։ Մի սպասի ուրիշներն անեն, ավետարանիչներն անեն, դու էլ մի ավետարանիչ ես, եթե դու ունես քո մեջ այդ սերմը, դու կարող ես տարածել ուրիշներին։ Եկեք խոնարհենք մեր գլուխները։ Սիրելի Տեր, շնորհակալություն քեզ այս խոսքերի համար։ Շնորհակալություն քեզ, որ դու մեզ դարձնում ես քո նետի մեջ, քո աղեղի մեջ մի նետ, որը կարող ես ուղարկել նպատակի համար։ Ես աղոթում եմ, որ այսօր Տեր այս խոսքերը մեր յուրաքանչյուրի մեջ այնքան խոր արմատավորվեն, որ մենք իմանանք, որ մենք քո բաց նամակներն ենք այս աշխարհից կարդացված եւ մենք կարող ենք պատմության փոխվելու պատճառ լինել յուրաքանչյուր կյանքի մեջ, որոնց դու մեր առաջ կբերես։ Տեր, կարող է եւ մարդիկ լինեն, որ չընդունեն, բայց քո ավետարանը երբեք չի պարտվում։ Կարող են մարդիկ լինեն, որ հետաքրքրված չլինեն, բայց դու երբեք չես ձախողվում, Տեր։ Դու սերմի պես նրանց կյանքում կլինես եւ ինչ որ մի ժամանակ նրանք հետ կդառնան
Եվ նորից կվերադառնան այդ կենդանի խոսքին եւ մենք աղոթում ենք որ մեզ դարձնես այդ խոսքի կրողները այդ փոխանցողները սիրելի հայր այն ինչ որ դու արել ես մեզ համար որ Հիսուսին ուղարկել ես մեր մեղքերի համար խաչվելու մենք նրան ընդունեցինք եւ ինչ որ մեկը պատճառ եղավ ինչ որ մեկը մեզ ասեց Հիսուսի մասին այնպես էլ ուզում ենք որ մենք ուրիշներին ասենք Տեր ես երբեք չեմ պատկերացնի որ հավատացյալ կարող եմ դառնալ երբեք չեմ որոշել հոգական ծառայություն ունենամ երբեք չեմ պատկերացրել որ կարող եմ երաժշտությամբ քեզ ծառայել երբեք նպատակ չեմ ունեցել անգամ շահ եմ ունեցել այդ բանից որ մտածել եմ Տեր եթե դու ինձ փրկես ես իմ կյանքը ավելի լավ կսարքեմ բայց երբ որ դու ինձ փրկեցիր իմ կյանքը ավելի լավը չեղավ իմ կյանքը գերազանց եղավ որովհետև քեզ ունեցա կյանքից Հիսուս փառքեր շնորհակալ եմ քեզ Եվ այս տարիների ընթացքում եթե որևէ մեկը կամ ինչքան մարդ որ լսել են խոսքը իմ միջոցով իմ ծառայությամբ Տեր եկել են քեզ ես դրա համար ուզում եմ իմ պսակը դնել քո առաջ եւ ասեմ Տեր շնորհակալ եմ այդ պատվի համար որ ինձ գործածեցիր բայց քոնն է փառքը ես ոչինչ չեմ կարող բարձենալ ոչ մի բան Տեր Հիսուս կարող եմ ասել որ դու ուղղակի որպես մի գործիք որպես մի անոց Ինչպես իմ սիրելի քույրերին, եղբայրերին իմ այստեղ եւ նրանց ովքեր որ տեսնում ու լսում են, նրանց ես գործածելով Տեր։ Թող մեր պսակները իջնեն Հովոտերի առաջ եւ ասենք Աստծո գար, միայն դու ես արժանի։ Միայն դու ես արժանի Տեր։ Դու ես այդ փրկվածների փրկիչը, դու ես նրանց Աստվածը, դու ես նրանց հավիտենական կյանքը։ Շնորհակալ եմ քեզ։ Տեր դարձնում ես այդ կրակե անոթները, այդ պատվի անոթները, ինչպես Գեդեոնը դեր այդ կրակը անոթի մեջ լցած ջարդեց եւ հարձակվեց եւ նրանով շատ ավար հավաքեց, այնպես մենք թող որ քո կենդանի խոսքը տարածենք Տեր ամեն մեկս, առանց վախի, առանց ամոթի, որտեղ քո ծառան առաքյալը կասեր, ես չեմ ամաչում ավետարանից Քրիստոսի, որովհետեւ այն զորություն ունի փրկելու ամեն հավատացողին։ Դուր մեզ լինել այդ մարդիկ, մեր բերանները բացիր, մեր մեջ անհանգստություն լինել այդ կորսվող աշխարհի նկատմամբ, անհույս որբացած մարդկանց նկատմամբ, թող մեր սիրտը քո սրտի պես լինի, դուր մեզ լացերով Տեր, որ մենք այդ մարդկանց համար քո առաջ գացենք, Տեր դրանից մեկը կարայինք մենք ըննենք, մենք կսպասենք, որ մեկը գար մեզ, Կարող ասել որ դու մեզ սիրում ես Հիսուս 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 Ինչքան մարդիկ ես սպասում ես որ Տեր մեզ Դու մեզ աշկեր տեսնելու այդ մարդկանց Ուրակաշ լսելու հոգևոր աղաղակներ իրանց Տեր Այո Տեր օգնիր մեզ Տեր Սիրտ ու ծառայելու իրանց Տեր օգնիր Տեր Սուրբ հոգու պարգևներով լցված մարդիկ կարող են լինել իրենց մեջ։ Մենք այսօր նայում ենք կորսված մարդու, կյանքը պարտված մարդու, բայց դու կարող ես իրենց մեջ տեսնել հաղթական Աստծո մարդու, որ շատերի համար կարող է կանգնի։ Փոխի մեր սիրտը Տեր։ Մեր քար սիրտը փոխիր Հիսուս։ Մենք կարողանանք Տեր թարմանալ քո մեջ եւ այդ ավետարանը որը մի օր մեզ փրկեց թող այդ ավետարանը իրանց էլ հասնի Տեր մեր միջոցով մեկ օր մենք պարտավոր կզգանք քո ավետարանի նկատմամբ եւ կկանգնենք ու կասենք կներես որ չհասցրի կանենք բայց դա արդար պատասխան չի լինի քո առաջ Տեր արդար չի դեր որ ասենք Տեր մենք մի քիչ էլ ժամանակ պիտի ունենանք Որտեղ դու ամեն բան որոշել ես քո թագավորության մեջ եւ մենք շնորհակալ ենք քեզ Շնորհակալ ենք որ ունենք փրկություն Այո Տեր Շնորհակալ ենք որ ունենք խաղաղություն Այո Տեր Եվ մենք ուզում ենք որ այդ մարդիկ ունենան փրկություն եւ խաղաղություն քեզ հետ Ամեն Ամեն
խոսքիդ մեջ ինչպես որ դու ասեցիր գնացեք բովանդակ աշխարհը եւ քարոզեք մարդկանց եւ դարձրեք իմ աշակերտներ Ամեն, ամեն սովորեցրեք նրանց որ պահեն այն ամենը ինչ ես պատվիրեցի եւ ահա ամեն օր ես ձեզ հետ եմ մինչեւ աշխարհի վերջը շնորհակալ եմ քեզ Տեր եկեք աղոթքով եւ երկրպագության Տիրոջ Ողջ